Ալեքսան գնացի ես ապրես սիրելի հետևորդներ ջան, բարի լույս ձեզ, այսպես բարի խաղաղ կիրակնորյա օր մեզ բոլորիս, թող օրը բոլորիս համար բարի լինի, գնում եմ մի հաճելի գոտի, եթե եկել եք իմ սիրուն Ստեփանավան ու մտածում եք որտեղ հանգստանալ, էսա կասեմ, թե ես ուր ենք գնամ, բարև ձեզ, նստենք ու գնանք, որ նա հասցեն, անտարային չգիտենք, լավ, էսա տեղում կճշտենք, սիրելի հետևորդներ ջան, օրինակի համար գիտեմ ինչա շատ սիրում եք ձեր կապը իմ հետ շատ օրերս էլի հյուրեր ունեի եկել էիք առաջինը դե զանգեցի Ալեյա օտել տեղ չկար, տեղ ու դադար չկար որովհետև այս լուսամուտը ձեր չի բացվում հա, ձերը, վայ, եսօր ճտիկ եմ հանգար բանը բացենք իմ սիրուն քաղաքը տեսնենք մի խոսքով եկել էիք ինձ հյուր կապը ձեր հետ կա, գիտեք ես էլ գիտեմ, իմ մյուս հետևորդներն էլ գիտեն ինչի համար, որ շատ համ ինձ հաճելի է, համ էլ շատ շնորհակալ եմ ձեզանից ու հերթը հասավ գիշերակացին օրինակ իմ ընկերուհի Լիլիթն էլ չմնաց մեր տանը գնաց Համլետի Ալեյա օտելը բայց մեր քաղաքը շատ սիրուն է հանգստյան տներն էլ շատ են իմ համաքաղաքացիներին բոլորին էլ շատ սիրում ու հարգում եմ խտրականություն չեմ դնում ոչ մեկից էլ գումար չեմ վերցնում Այս ամենը ինչը որ այս կամուրջն է տնից եկանք կամուրջ այս ամենը ինչը որ նկարում եմ իմ համաքաղաքացիների հարգանքի մի քաղաքի մարդ տնելու հաշվին եմ նկարահանում ճիշտ է բլոգերես կարաս գովազդես ու գումարդ վերցնես բայց իմ քաղաքացիների համար չկա նման բան Եկանք պտտվեցինք իմ սիրուն Ստեփանավանով հանգստյան գոտիները շատ են մեր քաղաքում բոլորս էլ այս կյանքում ուզում ենք գումար վաստակենք ու մեր ընտանիքը մեր լուման ներդնենք անտառի մեջ էլ ունենք հանգստյան տներ այս որ գնում ենք այս կնոջը հեռվից հեռու եմ ճանաչում իր տղայի հետ մի դպրոց ենք գնացել, բայց տարբեր դասարաններից, ինքը ոնց որ ինձանից մի տարի մեծ էր։ Հիմա այն օրը զանգել է ասնա, կուզեմ նկարենք, տեսա, որ մոտդ մարդիկ էին եկել, տեղ չկար, իրոք ուր զանգում էի, տեղ չկար, վերջը մի կերպ գտանք այդ մարդկանց համար, օթևան, իրանք մի գիշեր էր պետք մնային, երեխուն մրցումների էին բերել Օղիվանաձոր Հիմա իմ իմացած, այսպես ասած, հյուրատներին մեկն էլ ենք ավելացնում, ոչ անունը գիտեմ, ոչ հասցեն։ Մենակ հյուրատան տիրուհու անունը գիտեմ, Տիկին Սուսաննան է, հեռվից հեռու եմ ճանաչում, հացատունել ունեն իրանք, այսա սկզբից կնկարենք հյուրատունամ, հետո եթե կուզեն հացատունն էլ հետը կնկարեմ, չգիտեմ, կհարցնենք, կիմանանք, այս մեր անտառային փողոցն է, չէ, ճիշտ եմ ասում, այս մեջտեղի փողոցներ չէ, սա, անտառայինը սրա վերևն էր, հա, այս սա մեջտեղի փողոցն է, ճիշտ էլ հիշում էի, անտառայինը բասեյնի տակն է, չէ, ընգնում, հա, այն անդեա, հա, Տարածքը որտեղ որ գնում ենք, զուտ հյուրատուն է, իմ
համաքաղաքացիների կողմից պատրաստված։ Այ որ ամուսինս մշտապես տեղերներ, մենք էլ տենց մի բիզնես կդնենք, բայց թե մերն էլ էսա, սիրելի հետևորդներ ջան։ Տեսնում եք ինձ սիրուն քաղաքային Ստեփանավանը, մաքուր, պլան, օդը մաքուր, երկինքը ջինջ, չհամեմատած երեկվա կարգուտը, վայ, ինչ արավ երեկվա կարգուտը ահավոր էր, ահավոր։ Այ պետք էր առաջին էին ստես խալարի։ Ստեյցենկոմ արդեն անտառային նա, չէ։ Այս ճանապարհը իմ հին հետևորդներին ծանոթ կլինի, Ալեքսիս հետ սենց լողի էինք գալիս, նա Եղևնիները, իսկական հանգստյան գոտիները են, հենց սենց կարնիսների հետևորդներ ջան, Եղևնիների մեջ շրջապատված, սա էր մի հաճելի կաֆեյա, էկոլայֆը, I jumping off it. Եկանք, սենց գնում ենք դեպի անտառ, մենք թքվելու ենք դեպի Էզմի ճանապարհը։ Չհասած անտառ, երևի էս կանաչ դարպասն է, չէ։ Այստեղ вообще ես եղած չեմ։ Եկանք էսուր հասանք, ես էլ չգիտեմ։ Դոմիկ էլ կա ստեղ։ Այս կողմերում եղած չկա։ Մոլոր, խոճուճ ճամփեքով։ Համայնը հասնենք։ Գնում ենք։ Կողքի հետ ինչ է սիրում տուն էր, ես մեր քաղաքացիա, թե դրսիա, չէ, ներված որ դրսիա, թե ասես, ես էլ բատը չի, էլի հյուրատն ահա, մամադեց, բիզնեսի ձևը կթել են նարդիկ, ես, եկել ենք հասել այստեղ։ Ես ոնց հասկացա սիրելի հետևորդներ ջան, մարդիկ իրանք չեն ուզում նկարվեն, բայց թե որ կգան, արդեն աշխատողները իրանց կընդունեն, մի խոսքով էլի ջերմ սպասարկումը ապահովված է, մուտքը ստեղից է, հիմա բաց են, այստեղ քանի որ տիկին Սուսաննան չի ուզում, որ իրան նկարող լնեմ, բայց թե աշխատակիցը, երբ որ մարդիկ կան, գիտեք, արդեն նկարահանում կլինի, դուրը բացեցինք, սիրելի հետևորդներ, այս հենց փայլուն, մաքուր, սիրուն տեսարան, փայտե իրանն ասում է, գեղեցիկ, հաճելի, մաքուր, բույրը տեղը, գունային գաման տեղը, այս մյուս կողմում այսպիսի հաճելի գեղեցկություն առաջացանք, այս մյուս կողմից ճոճաթոր մի խոսքով էսա կգնանք կտեսնեք, այստեղ առաջացանք խոհանոց իրագեղեցիկ կահույքով, ոնց իմ եմ ասել, սպասքով, հա, բացեմ, կարամ բացեմ սիշտամ, հա, բաց էր հյուրատան անունը, ոնց հա Սուսանցը ջա, հյուրատան անունը, հացատունը գիտեմ, Գերասիմոտ, ես էլ ասենք Գերասիմոտ, տեսեք, սպասքը շողշողուն, մաքուր, սիրուն, այս կնոջը ես հեռվից հեռու եմ ճանաչել, բայց Գերասի հետ մի դպրոցն ենք սովորել, տեսեք, սիրուն,
Այն որ ոնց բացում ես, փայլում է ու շողում է, բացածը բայց փակենք, ստեղ էլ սենց, տեսեք սիրուն, ինձ թվում է էլ կարիքը չկա, այստեղ ունենք սառնարան, իրաս Արցախցիկով, հեռուստացույց, Wi-Fi ինտերնետը կա, այստեղ ունենք փոքրիկ ննջարան, օրինակ ես մտածեցի, եթե ընտանիքով գաք, սա կարելի ալնի, երեխեքի սենյակ չէ, կամ երկու ընկերուհու հետ, տեսեք սրբիչները սիրուն դրած, պահարանը կա, սիրելի հետևորդներ ջան, զապասում էլ ռուսերեն լեժան կա, հայերեն տարբերակը չգիտեմ, թե դուք գիտեք, կոմենտներում գրեք, հերթը հասավ, սանհանգույցին, որ շատ մարդիկ, չգիտես ինչի ասում են իմաստը ցույց տալու, բայց բագաս, հանգստանաս, չերևա տեսեք, փոքր լոգանքի գել, շամպուն, մի խոսքով, սենց բաներ, ես էլ վարագույրով, ցնցուղով, առաջանանք, ընքան հավեսա սառը, լավը, բայց մութ էլ չի տարածքը, այստեղ էլ ունենք տեսեք, թե ինչքան մեծ ննջասենյակ, էլի նորից իրա պահարանով, այս անգամ կամոդով, տումբեչկով, տաքացուցիչով, կանձիչյան էր պետք չի, որովհետև մեր Ստեփանովանը հովուզով է սիրելի հետևորդներ, ստեղ էլ սենց սիրուն դրած։ Այս մի կոմը էր բան կա, Սուսանցոչո։ Չէ։ Միստից գնանք են հայատ, մանղալի մոտ, հա։ Մանղալի մոտ նկարը։ Ստեղ ունենք սենց հավես բառատիպի իր աթոռներով։ Ինչ։ Դիվանը բաց։ Հա։ Ունենք բազմոց բացվովի, առաջ գնանք, մի հատ հավես, ուրիշ տեղ, Մանղալի բանը։ օպա, ստեղ ունենք ծաղկի անուշ զոնա, կարկուտը թութութու չի վնասել, այ ձեր ծաղիկներին իմը սա խնձել է, Կարկուտենես պիչացի զամոջանում։ բաց տաղավար, ուխայ հավեսով, նստես մի բաժակ կոֆե խմես, մանղալ տղուզ երազած, ասմա մամա արի սենց մանղալ առնենք, այս մյուս կոմն է ձեր տունն է, Սուսանտոտ, թե էլի հյուր, հա, Բայց իրան կապ չունեն։ հա, ես էլ իրանց բնակելի տունն է, ճոճաթոր, ընդեղ էլ ինչ, Են էլ թորոներ ունեն։ թոնիր մոնիր, Բիսետկայի կարելի մանղալով, արինայի կուզեն ընդեղ խացկուտեք, կուզեն ստա խացկուտեք։ այս մի երկ օրը կար է, ընտանիք ենք, հան դժվար տեղ կթա, ող տեսեք, հավես, սիրուն, կարիշնիգու երանք, իմ սիրած երանքն է, ձեր տան երանքները, դա եք հավես, խոսքի, այսքան պահը սիրելի հետևորդներ միտքս ընկավ, Պսկովի էմպիսետկեն հիշվեք, ընդեղ էլ էր սենց ու սենց, ստեղ, սա չեմ, այ թապեց ձեր կոսեն, այս լա սենց գնացեք չեմ նկարի, ստեղ կոֆե թապեցինք ոչինչ, այ սենց, մի խոսքով, եկեք համեցեք, Ստեփանովան ինչն է բոր, հյուրատները, եկեք, հովացեք, զովացեք, փոշոտվեք, տող սիրուն հողը փորած, մի խոսքով, այսքանը, թեկուզեք կարանք ձեր հացատունն է նկարանք Սուսանտոտ, հանգստանալուց հետո ունեն նաև հացատուն, ոչ մի անգամ ես չեմ եղել, Գայանեն էլ ինձանից նեղանում էր, կարանք մարդեք եկել եք, հա, մարդեք եկել եք, քնելու հարցերը լուծել ենք, ուտելու հարցնել, կարակ գնաք գերասի մոտ, մենյուին ծանոթանանք, ահա,
Անտառային 2 բնակարան 13 ալեյային մոտիկ։ Եղավ գնացինք, լավ մնացեք։ Ահա սիրելի հետևորդներ ջան, հյուրատան հասցեն։ Լսեցիք, այ հենց ալեյային քիփ մոտիկ, օդը մաքուր, զուլալ, այնպես որ համեցեք, ունեն նաև հացատուն, ուղղակի այսօր ընտրություններ ան, իրանք հանձնաժողովի անդամ են ու հացատունը չի աշխատում, դրա համար այս անգամ չնկարահանեցի, հաջորդ անգամ մեծ սիրով, հաճույքով տեսեք ինձ սիրուն գեղեցիկ տեսարաններով շրջապատված վայրը, հեսա եղևնիները սիրուն, չգիտեմ, շատ լավ տեղ ա, շատ ընտիր տեղ ա, մեր Ստեփանավանի ամեն մի անկյուններ են որ ապրկալ, ամառը զովանալ, հովանալ, մաքուր օդնել, շնչել, այսքան բան, քանի որ օրը իրակի չեղավ հյուրատ այդ հացատունը, էդ էլ առիթ կլինի մի ուրիշ անգամ տեսեք զուտ եղևնիներ, ծառեր, կգանք ու կգնանք, էդ էլ կնկարահանեմ, կտեսնեք, դե ինչ, ձեզ ասում եմ տեսություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ, տեսեք, սարերով, սիրում, իսկ մենք կհանդիպենք օրվա վլոգում, պակա, հեռախոսը համարը գրառումների բաժնում զակրիպից կանեմ, կտեսնեք, զանգեք, համեցեք, ամեն ինչը լավ, նորավոճ, սիրուն, գնացինք։ Սիրելի հետևորդներ ջան, տուն եմ եկել, ոնց տեսակ, իմ տանից եմ, իմ սիրած անկյունից եմ, շկաֆի դուռ լուսամուտ փագի է դուրները տանը, ինչ կա սաղ փագ է, բացել եմ, սիրելի հետևորդներ ջան, ընդեղ Ալեքսես երկմա, այս մի դուրն եմ ընդամենը փագել, երկմա իրա չիպսեր, իցավայել եմ, ու ընդեղ նկարահանում արեցի, պրծալավ արեցի, միշտ էլ ասում եմ, որ սիրում հարգում եմ իմ համաքաղաքացիների ու մեքենայի մեջ մտածում եմ, այդ աստեցությունն էլ ասեցի, բայց մի կարևորագույն բան մոռացանք է, էտա ասեցի, որ այսօր ընտրություն ա, իրանք էլ ներգրաված են այդ հանձնաժողովի մեջ, հարմար չէր գնամ իրանց հացատունն էլ նկարահանեմ, բայց բանա, գիտեմ, որ ամեն ինչ էլ կա, ուղղակի կուզենայի նկարելը մանրակրկիտ ձևով սիրուն նկարահանեի, որ ես ինձ ավելի լավ զգայի։ Ամենակարևորագույնի մասին մոռացանք, սիրելի հետևորդներ ջան, գումարը։ Ամենա բոլորիս հետաքրքրող հարցն էր։ Տեսակ, այն սենյակը մեր կումահճակալ էր, որ կարա իմ մտածելով քնեին երեխեք, այս մյուս սենյակում էլ երկու բավականին մեծ երկտեղանի մահճակալներ կային, բազմոցներ բացվում, այսինքն, եթե սենց խառը հաշվենք, սիրելի հետևորդներ ջան, վերջ է էլի, մի 8-9 հոգով կարան գնան, ընդեղ արդեն, եթե լավ մտերիմներ են, կամ աղջիկներ են, կամ խոսքի տղերքով ուզում են գնան, ինչ-որ մի տեղ հանգստանան, 2, 4, 6, մինչև 8 հոգի երևի թե, ու այդքանի համար մի օրը արժե 25,000 դրամ, ինձ թվում է դա շատ բարեխիղճ, նորմալ գին է, առանց սնունդի, հարցրեցի տիկին Սուսաննա ջան, իսկ մի հոգու համար, ասավ ճիշտն ասած մտքովս չի անցել, կորոշեմ այդ գինն էլ կասեմ, այնպես որ խորտ կտամ շատ մաքուր էր, մաքրամաքուր հյուրատուներ, էլի եմ ասում իրանց ես ճանաչում եմ շատ շուտվանից
ու այն որ լավ հոգուտեր կին է ինքը, իր տղայի հետ էլ մի դպրոց ենք գնացել, ինքն ինձանից մեծ էր այն տարիներին, շատ ամաչկոտեի, համի կյանքը դե փոխում է մարդուն, պլյուս դրան ես ասեցի, չէ, որ ոչ մի կոպեկ, ոչ մի բան ես չեմ վերցնում, վերջեմ հարց ստացա, Աննո ջան, ինչ տեմ տա քեզ, ասում եմ ես էլի եմ ասել ձեզ, ինձ պետք չի ոչ մի բան, ես մեծ սիրով, մեծ հաճույքով, մեծ սրտով արել եմ ամեն բան, երկու քուր իրար նայեցին, ինքը ոնց ասեմ էլի ասած մամայի սենց ջոմարդ կինա, աղա կինա շատ, չէ ասում տենց չի, ասում եմ կլնի, նորմալ ասաղ, ես մեկա չեմ վերցնի ոչ մի բան, սիրելի հետևորդներ, իր մյուս քույրը, այն որ պարտադրեց, որ Ալեքսին նվեր արեց ու ոնց ասեմ, չասեց, որ չթողեց, որ բարձրաձայն եմ ցույց տամ, առավել ևս, ասեմ, ինչ նվեր է ու տեսակս են տեսակնա, որ չեմ կարա չասեմ, մարդիկ անմասն չմնացին, իրանց նվերն արին, բայց այսքանը բարձրաձայնելու իրավունք էլ չունեի, գիտեմ լսելու եմ նեղանան ինձանից, բայց ես եթերով եմ ասում, շնորհակալ եմ ձեզանից շատ, Տիկին Սուսաննա ջան, Տիկին Սուսաննայի քույրիկ ջան, այն որ կարևոր է այս կյանքում մարդ լնելու կոչումն է, գումարը լինի, նվերը լինի, ճիշտ է հաճելի են, առանց գումարի երբեք չենք կարողանա եւ մեր տեսքին հետեւել, եւ մեր հագուստին, եւ մեր հիգիենային, ինչու՞ չէ, որովհետեւ խանութից ոչ մեկ առանց գումար մեզ ոչինչ չի տա, բայց մարդկությունը գումարի մեջ չի, ես ուզում եմ իմ այս բաց ճակատով, բոլորին պարզ աչքերով նայեմ, գումար կարող եմ մի օր քայլելուց մի տեղից գտնեմ էլ, կամ աշխատում եմ, Աստծուն փառք, ինչքան կարում եմ, բայց անունդ ու պատիվդ երբեք չես գտնի գումարով, անունն ու պատիվը ուրիշ բան է իմ համար, այն էլ իմ քաղաքում, այն էլ իմ համաքաղաքացիների համար, այնպես որ սիրում եմ բոլորիդ, գրկում բոլորիդ, շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ լավ ու բարի բաժանորդները, սպասում եմ արձագանքների, տեսնենք հլա ովքեր են ուզում գան, Ստեփանավան, Հանգստյան, Գոտի, Չնաշխարհի Գոտի, որ հովանան, զովանան, թարմանան, մաքուր օդի շնչեն, ճիշտ է այդտեղ մենյու չկար ուտելիքի, բայց ունեն մարդիկ առանձին հացատուն, այնպես որ եկեք, երբեք չեք փոշմանի, այ հմից ես ասում եմ ստեսություն, կհանդիպենք օրվա վլոգում, պակա,